Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր սեպտեմբերի 26։ Ավետյաց երկիրը։ Ես հավատում եմ, որ 46-րդ Սաղմոսը նոր կտակարանի ավետյաց երկրի պատկերն է։ Այն իսկապես արտացոլում է եբրայեցիներին ուղղված նամակում նշված աստվածային հանգիստը։ Աստծո ժողովրդի համար դեռ հանգիստ է մնում։ Եբրայեցիս 4:9 խոսք։ Այս Սաղմոսը խոսում է Աստծո ամենուրեք ներկազորության, նրա օգնության մասին դժվարին ժամանակներում և նրա խաղաղության մասին քաոսի մեջ։ Աստված միշտ մեզ հետ է, և նրա օգնությունը միշտ գալիս է ճիշտ ժամանակին։ Սակայն Իսրայելը մերժեց այս խաղաղությունը, և նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը, չհավատացին նրա խոսքին։ Սաղմոս 106:24 խոսք։ Դժբախտաբար, այսօրվա եկեղեցին շատ առումներով նման է Իսրայելին։ Աստծո մեծ խոստումներին, խաղաղության, օգնության և լիակատար ապահովման, նրա հավաստիացումներին չնայած, մենք լիովին չենք վստահում նրան։ Դրա փոխարեն մենք հաճախ բողոքում ենք. որտե՞ղ է Աստված իմ փորձության մեջ։ Նա ինձ հետ է, թե ոչ։ Ինչու է նա թույլ տալիս, որ այս դժվարությունները կուտակվեն ինձ վրա։ Այսօր ես լսում եմ, թե ինչպես է Տերը հարցնում իր եկեղեցուն. հավատում եք, որ ես դեռ խոսում եմ իմ ժողովրդի հետ։ Հավատում եք, որ ես ցանկանում եմ ձեզ տալ իմ օգնությունն ու առաջնորդությունը։ Իսկապես հավատում եք, որ ես ցանկանում եմ ձեզ հետ խոսել ամեն օր, ժամ առ ժամ, ամեն վայրկյան։ Մեր պատասխանը պետք է լինի Դավթի պատասխանի նման։ Այս աստվածավախ մարդը ցնցեց ամբողջ դժոխքը, երբ հայտարարեց Տիրոջ մասին, որովհետև նա ասեց և եղավ, նա հրամայեց և հաստատվեցավ։ Սաղմոս 33:9 խոսք։ Ահա Աստծո խոստումը յուրաքանչյուր սերնդի, որը հավատում է նրա խոսքին։ Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, նրա սրտի մտածմունքները ազգից մինչև ազգ։ Սաղմոս 33:11 խոսք։ Մտորեք այդ մասին։ Մեր Աստված խոսել է իր ժողովրդի հետ անցյալում, խոսում է հիմա և կխոսի մինչև ժամանակների վերջը։ Ավելին, Աստված ուզում է խոսել ձեզ հետ ձեր ներկայիս խնդրի մասին։ Նա կարող է դա անել իր խոսքի միջոցով, աստվածավախ ընկերոջ միջոցով կամ հոգու մեղմ հանդարտ ձայնի միջոցով, որը շշնջում է. «Սա է ճանապարհը, քայլեք դրանով»։